34-րդ բնակարանը փակ է։ Ներսում երգչուհին է, որին 1980-ականներին Կոմկուսի կենտկոմը տնային կալանքի ենթարկեց վճարելով աշխատավարձ աշխատանքի չգնալու պայմանով։ Էլվինա Մակարյանի հայրենիքում ապրած վերջին տարիների մասին է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի նոր «Երկաթ ծամեմ» ներկայացումը։ Ամբողջությամբ ուսումնասիրել ենք մամուլի անդրադարձը, այս չգիտեմ վերջին 50 տարիների ընթացքում, նրա կյանքի սկզբից, նկատի ունեմ ստեղծագործական կյանքի, մինչև վերջի շրջանի, երբ որ արդեն մամուլը հեղեղվեց նրա մահվան մասին լուրերով, եւ շատ հետաքրքիր է այդ զարգացումները կամ անցումները, երբ որ տեսնում եք, որ մամուլում կա Էլվինայի մասին, նրա հաղթանակների մասին եւ մեկ էլ մամուլը սկսում է լռել ու մեկ էլ հայտնվում է նրա մահվան մասին լուրը ու նաեւ դա է ցուցիչ թե ինչպիսի անհետացման, վերահայտնման եւ նորից անհետացման ճանապարհով է անցել որպես ստեղծագործող։ Երգչուհու կյանքի մասին պատմող ներկայացման մեջ նրա կերպարը չկա։ Բեմում են ամուսինը, երեխան, մայրը, հարևանուհին եւ այն մարդիկ, որոնք այդ շրջանում եղել են Էլվինայի կողքին։ Նման լուծումը ռեժիսորի եւ դրամատուրգի համատեղ մտահղացումն է։ Բեմն էլ մինիմալիստական ձևավորում ունի, այնպես ինչպես Էլվինան կցանկանար։ Խաղը դերասանների մնում է ռեալիստական ու հակադրվում է պայմանական բեմի հետ, պայմանական երաժշտության հետ, պայմանական լիքը ասպեկտների հետ։ Համադրվում է ռեալիստական խաղը եւ պայմանականությունը։ Ու դրա մեջ կա շատ հետաքրքիր բան, ոնց է մեր կյանքում պայմանականությունը պայմանավորում է իրականությունը եւ իրականությունը պայմանավորում պայմանական վիճակները։ Դերասանների հետ վերջին անցումն ենք անում, վերջին ուղումները, վերջին փորձերը ու արդեն պրեմիերան կլինի, հանձնենք ներկայացումը հանրատեսի դատին։ Դերասան Թելման Խաչատրյանը ռեժիսորին ուսանողական տարիներից է ճանաչում, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում միասին են սովորել, ուրախ է կրկին հանդիպելու այս անգամ արդեն թատրոնում։ Ներկայացման մեջ Էլվինա Մակարյանի ամուսնու կերպարում է, ասում է դերն իրեն շատ հետաքրքիր է։ Ունեցել են իրականում շատ հետաքրքիր կյանք ըստ ինֆորմացիաների, բայց ամուսինը ինչ որ չափ խանդի ազդեցության տակ գնացել է մի քիչ կտրուկ որոշումների, կտրուկ քայլերի, ինչ որ ձև նույնիսկ շատ հաճախ փորձել է արգելափակել, փորձել է հետ պահել, չգիտեմ, մեկուսացնել այդ ամենից, բայց ինձ թվում է նաև միևնույն ժամանակ դրա հետ մեկտեղ շատ մեծ հպարտություն ապրել է, որ Էլվինայի ամուսինն է եղել, որովհետև դե չեմ կարծում, որ ինչ որ տղամարդ ինչ որ մի պահ իրեն ված գա, որ իր կինը Էլվինա Մակարյանն է։ Երգչուհու կյանքի պատումը հանդիսատեսին կներկայացվի մայիսի 14-ին եւ 15-ին։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։